Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան զեկույցի համար եւ իմ հարցը առաջինը վերաբերում էր հենց տրանսպորտին։ Կառավարության վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարել էր, նաև գրառում էր արել այդ մասին, որ կառավարությունը կտրամադրի տրանսպորտային միջոցներ կապահովի մարզերի երեխաների համար։ Ես ուզում եմ այս ծրագրի մասին մի փոքր ավելին իմանալ, ինչ տրանսպորտային միջոցներ են լինելու, ինչպիսի առաջնահերթություն է լինելու, որ մարզերից ենք սկսելու։ Իհարկե դրանք ֆիզիկապես նաև մատչելի են թե ոչ, բոլոր երեխաների համար առաջին հարցը սա է։ Երկրորդ հարցս վերաբերում է դպրոցներին, բայց դրանք որպես համայնքային կենտրոն, այսպես գործարկելուն, եթե հիշում եք, նաև վարչապետն էր հորդորում, որ մեր դպրոցները պետք է ոչ միայն կրթական, այսինքն ֆորմալ կրթության օջախներ լինեն, այլ դրանք կարող են եւ պետք է ծառայեն նաև որպես ոչ ֆորմալ կրթության օջախներ, որոնք տարբեր ծառայություններ կարող են մատուցել ոչ միայն երեխաների, այլ նաև երիտասարդների, տարեցների համար եւ այլն, եւ այն բնականաբար կակտիվացնի համայնքի կյանքը։ Ես ուզում եմ իմանալ, արդյոք ունենք մենք արդեն նման օրինակներ թե ոչ, եւ 2026 թվականին այս ուղղությամբ մենք ինչ որ առանձնահատուկ ծրագրեր նախատեսում ենք թե ոչ, թե դրանք պարզապես մենք ստեղծում ենք, բոլոր պայմանները ապահովում ենք եւ արդեն մնացած բոլոր ուրեմն նախաձեռնությունները թողնում ենք համայնքին։ Երրորդ հարցս էլի դպրոցներին է վերաբերում Տիկին Անդրեասյան, բայց դրանց մատչելիությանը, այն դպրոցների, որոնք չեն վերակառուցվում եւ նոր չեն կառուցվում, հետեւաբար դրանք ունեն ֆիզիկական մատչելիության խնդիր եւ կառավարությունը այս դպրոցներին նաեւ բյուջե է հատկացնում, եթե չեմ սխալվում 3 միլիոն դրամի շրջանակում, բայց բոլորիս հայտնի է, որ նույնիսկ ամենալավ ցանկությունների դեպքում մենք ունենք մասնագիտական կարողության խնդիր եւ ֆինանսական հնարավորությունների դեպքում էլ միշտ չէ որ մեզ հաջողվում է պատշաճ կերպով այդ պայմանները ապահովել։ Այս ուղղությամբ ուզում եմ հասկանալ արդյոք ունենք դժվարություններ թե ոչ, ինչպիսի մեխանիզմներ կան եւ ինչ է անում ձեր նախարարությունը, որպեսզի այս հարցը ավելի հեշտ լուծվի եւ հատկապես մոնիթորինգի մասով։ Ես օրինակ մտածում եմ, որ գուցե ես ինքս էլ ուղղակի ներգրավեմ եւ փորձեմ օգտակար լինել այս իմաստով եւ վերջին հարցս ավելի շատ ես իհարկե սրա պատասխանը գիտեմ, բայց ես ուզում եմ, քանի որ քաղաքացիներն են ինձ ուղղում, ես ուզում եմ, որ դուք էլ դա հնչեցնեք, խոսքը մանկապարտեզներին է վերաբերում եւ որքան էլ տարօրինակ է, ես վերջերս էլի ստացել եմ նամակներ, որ իրենց երեխային չեն ընդունում մանկապարտեզ, որովհետեւ երեխան հաշմանդամություն ունի։ Այս մասով ձեր պարզապես դիտարկումը, այսքանը շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան, ինչ վերաբերում է տրանսպորտին, խոսքը վերաբերում է կլաստերների համար նախատեսված տրանսպորտային միջոցներին, կառավարության վերջին նիստում հաստատվեց համապատասխան գնման առանձնահատկություններ սահմանող որոշումը, որով որ մեր նախարարությունը արդեն միջգերատեսչական հանձնաժողովի ներգրավմամբ կսկսի երկփուլ մրցույթ տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար եւ բնականաբար այստեղ մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում տեխնիկական բնութագրի կազմանը, որտեղ պետք է հաշվի առնվեն այդ թվում ձեր ասած մատչելիության պայմանները, ընդ որում պետք է ասեմ, որ դպրոցական ավտոբուսը որպես այդպիսին առանձին տրանսպորտային միջոցի տեսակ է, եթե այդպես կարելի է ասել, եւ մենք ունեցել ենք հնարավորություն ու առիթ ծանոթանալու տարբեր տեսականիների, որոնք ունեն անվտանգության հավելյալ իրենց համար նախատեսված միջոցառումներ, արագության սահմանափակումներ եւ այլն։ Եվ ինչու ենք որոշել էլեկտրական տրանսպորտային միջոցներ ձեռք բերել, որովհետև գիտեք, որ մեր նորակառույց դպրոցներում նաև արևային կայաններ են տեղակայվում, եւ այստեղ էլեկտրական տրանսպորտային միջոցը նաև պահպանման տեսանկյունից դառնում է շատ ավելի արդյունավետ, անցնող տարածությունը մեծ չի լինելու, յուրաքանչյուր դպրոցի պարագայում մենք խոսում ենք միջինում 7 կիլոմետր հեռավորության մասին, եւ սա նշանակում է, որ այս տրանսպորտային միջոցը
կարողանա շատ հեշտությամբ սպասարկել, ոչ միայն երեխաներին տանելու դպրոց բերելու, այլ նաև օրինակ էքսկուրսիաների տանելու, այլ նաև միջոցառումների մասնակից դարձնելու, եւ սա նաև էապես կբարելավի երեխաների հասանելիությունը նաև այլ միջավայրերին։ Պես որ այս մասով մենք արդեն ունենք որոշումը կառավարության քննարկումների արդյունքում պլանավորված է, որ առաջին փուլում կունենանք մինչև 35 տրանսպորտային միջոցներ, որոնք ձեռք կբերի մեր նախարարությունը եւ կգործարկի բոլոր այն տեղերում, որտեղ մենք կունենանք անհրաժեշտ բաղադրիչներ, այսինքն նորակառույց կրթահամալիր, ամբողջությամբ բարվոք ճանապարհներ եւ սա արդեն ազդակ է, որ տրանսպորտային միջոցներ պիտի գա գումարվելու եւ այդ համակարգը աշխատեցնելու։ Իհարկե, այստեղ մեծ աշխատանք ունենք նաեւ վարորդների հետ կապված եւ ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ էլ հիմա զուգահեռաբար աշխատանքներ պիտի տանենք համապատասխան վարորդների ընտրության, նրանց լրացուցիչ դասընթացների եւ այս տրանսպորտային միջոցներում պլանավորված է, որ կլինեն նաեւ ուղեկցողներ։ Եվ այս ամբողջը առանձին ուրեմն մեծ աշխատանք է, առանձին համակարգ է, որի շուրջ քայլերը իրականացվում են։ Ինչ վերաբերվում է ուրեմն համայնքային կենտրոնների վերաբերյալ ձեր հարցին, այստեղ իհարկե հնարավորությունները ստեղծված են, որտեղ եթե դուք առիթ ունեցել եք թեկուզ տեսագրությունների, լուսանկարների միջոցով ծանոթանալ օրինակ մեր մոդուլային դպրոցներին, այդտեղ կան սպորտային, մշակութային, հանրային միջոցառումների համար նախատեսված անհրաժեշտ բոլոր պայմանները եւ պետք է ջանք դնել դա իրականացնելու։ Հիմա որպեսզի այդ ջանքը լինի ոչ թե ըստ ցանկության, այլ լինի նախանշ մենք նաև համապատասխան կանոնադրություններն ենք այս պահին ամբողջականացնում, որպեսզի համայնքային կենտրոն որպես գործելու կանոնադրությունը հստակ լինի։ Սա նշանակում է նաև, որ այդ դպրոցում կամ կրթահամալիրում պետք է լինի մարդ, ում գործն է զբաղվել դրանով, եւ մենք այս բոլոր աշխատանքները նաև ինստիտուցիոնալ դաշտում ենք իրականացնում, որպեսզի կարողանանք ավելի որակյալ ապահովել համայնքային կենտրոնի գաղափարի իրացումը։ Ասեմ ձեզ նաև, որ օրինակ գիտեք, մենք ունենք երիտասարդական կենտրոններ բացելու քաղաքականություն մեր նախարարության ներքո, եւ մենք ունենք որոշում, որ այսուհետ ոչ թե առանձին երիտասարդական կենտրոններ պիտի բացենք, այլ այս ձևավորված նոր կրթահամալիրներում պետք է նաև երիտասարդական կենտրոններ ձևավորենք եւ նրանք պետք է աշխատեն նաև որպես երիտասարդական կենտրոններ։ Ինչ վերաբերում է դպրոցների մատչելիությանը, ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք ներգրավեք մոնիտորինգային գործառույթներին, մինչև այս բոլոր այն դեպքերում, երբ որ ներգրավել եք, դա դրական ազդեցություն է թողել։ Ես օրինակ հիմա գիտեմ, որ Արամ Խաչատրյան համերգասրահի թեքահարթակը հարմար է, որովհետև փորձարկված է եւ իրականում սա մի բան է, որը անկեղծ ասած մինչև որ մենք չունենանք անմիջական շահառուի արձագանք, չենք կարող վստահ լինել, որ նույնիսկ սարկված թեքահարթակը կամ ձևավորված այդ հարմարեցումը իսկապես համապատասխանում է պահանջներին, այնպես որ սա մի մշտական խնդիր է, ես չեմ կարող ասել, որ այս հարցը բոլոր տեղերում ու իդեալական լուծվում է, նույնիսկ երբ որ մենք միջոցներ ենք հատկացնում, եւ դա նաեւ գիտելիքի ու կարողության խնդիր է, որ մարդիկ շատ հաճախ դեռևս մինչև այս պահը չեն կարողանում անհրաժեշտ թեքության, լայնության եւ մյուս նորմերի համապատասխանությունը ֆիքսել եւ պետք է շարունակաբար աշխատենք